Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Մեր գործերի վրա ասացի, որ գրված էր հատուկ վտանգավորության կանոններ եւ պահել առանձին։ Երբ որ ինձ բերեցին 30-րդ օրը ուշագրացել ես։ Տասեղները այնքան օգտագործված էին, որ դրանք չէին ծակում, չէին մտնում երակի մեջ։ Բակի աշխատակիցները տղաներին ասում են, լսեք, ինքը կմեռնի ու ձեր խղճի վրա է մնալու նրա մահը։ Դիմում գրեցի Կրեմլին եւ շատ կարճ ժամանակ հետո ինձ այցելեց մի չեկիստ Մոսկվայից։ Ինքը այսպեսի մի հարց տվեց, ասեց. իսկ ինչպես եք տեսնում, եթե ձեր կալանքը մենք փոխարինենք արտասահմանով։ Դա ինձ համար ավելի անողոք պատիժ է, քան այստեղ կալանքը անցկացնել եւ հայրենիք վերադառնալը։ Մենք համերաշխեցինք Սախրովին, չիմանալով, որ դա հետագայում պետք է գար եւ առնչվեր Ստեփան Զատիկյանին։ Ես նստած էի մի հոգի կողքս, մեկը առջևում, երկուսը հետևում եւ մի հոգի էլ այս կողքում էր նստած։ Ուղեկցորդուհին շրջվեց դեպի մեզ ու ցույց տվեց այն հայտնի նշանը ոգելից խմիչքի։ Ձեռքերս վերև բարձրացրեցի, լուր ի ցույց հետևում բոլոր ուղևորների, թող տեսնեն, որ ձեռնակապերով եմ մեկնում ու ինչ տեղի ունեցավ։ Հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։